Ինչ բաղադրիչներ են պետք, որ մենք ամբողջական բժշկական համակարգ ստանանք։ Բայց դուք եք վերջը որոշում։ Նեղ մասնագետ ձեզ պետք է, թե ոչ։ Ես երբեք չեմ կարող հիվանդանոց կառավարեմ։ Իրականում պոլիկլինիկական ծառայությունը ինքը նաև բժշկական համակարգի մի մաս է։ Սխալը տեղի ունեցել, հիվանդը հաշմանդամ մնաց։ Ո՞ղ է դրա պատասխանատու։ Ես թույլ չեմ տա բժշկական սխալների մասին քննարկում անել եւ դիտարկումներ անել։ Ինչ աշխատավարձի հույսով կարա դիմի Վարդանանց։ Մեր մոտ առանձնացված չեն, որ ինքը աստղ է, իսկ մյուսները բժիշկներ են։ Ես գիտեմ դուք ուղեցույցներ ունեք ներքին։ Հուսամ լավ եք, բարև ձեզ, հուսամ ընտրություններն անցել է, ամեն ինչը հանգիստ է, դուք ձեր հանգիստ սրտով ձեր տան մեջ ապրում եք, արդեն անորոշությունից անցել եք, որովհետև մենք մայիսի վերջին հանգստյան օրը նկարում ենք Medcast, այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք, հյուրի հետ զրուցել ենք մի բանից, որը կոչվում է բժշկական մեծ սիստեմի կառավարում, ու ինձ թվում է ինքը բավականին բարդ գործ է ու ինձ որպես երիտասարդ մասնագետ ու շատերին հետաքրքիր է։ Այսօրվա մեր հյուրը Մխիթարյան Արևիկն է, Վարդանանց բժշկական կենտրոնի կառավարող տնօրենը, ու այսօր զրուցել ենք Վարդանանցից։ Առաջինը՝ խի Վարդանանց բժշկական կենտրոն, զուտ փողոցի անունով, թե ինչ-որ սիմվոլիկա կա նաև այդ անունի մեջ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ ինձ նման հնարավորություն ընձեռնելու համար, հավերի համար։ Իրականում ինքը երևի հենց Վարդանանցի փողոցով է սկսվել եւ որն էլ դարել է մեր սիմվոլիկ անունը, մեր բրենդը, որը սիրվեց, ընդունվեց թիմի եւ ամենակարևորը Երևանի եւ Հայաստանի բնակիչների համար։ Առաջիններից էր Վարդանանցը, եթե ոչ առաջի բժշկական կենտրոնը, ես գիտեք ինչն եմ հիշում, երևի դպրոցական էի կամ առաջի կուրսի ուսանող եմ, մեր տուն մի կին եկավ։ Բա եկեք փոխեք ձեր պոլիկլինիկան Վարդանանցի, ես չի լսել, այտենց բա մեր դուռը մենակ Եհովայի վկաներն էին տղկացնում, մի հատ ինչ-որ կին է գալիս, ասում է, բարև ձեզ, եկեք ձեր պոլիկլինիկան փոխեք, ասում եմ դե մեր պոլիկլինիկա շենքի տակ, բա չէ, դուք չեք պատկերացնում, սենց հնարավորություններ կա, ու ինչ-որ անհավանական բաներ է պատմում, մարդիկ մտածում են որտեղ են ուզում մեզ գցեն։ Մամաս ասում է, չի կարա սենց լինի, էլի պոլիկլինիկան, ու սովորել չէինք մենք պոլիկլինիկ էլի այդ ժամանակ սեգմենտի բուժում անցնելու։ Ու շվարում ես էլի այդ կնոջը լավ հիշում եմ, որ ինքը երկար եկավ Վարդանանցը ներկայացրեց, ոնց եկավ միտքը, որ պոլիկլինիկ ծառայությունը ինքը կարա լինի ոչ թե ինչ որ խարխլված շենքերում, չնայած հիմա հիմնանորոգված ամեն ինչը, բայց այն թվականներին, որ պոլիկլինիկ ծառայության մեջ կարա մտնի լավ ապարատով բժշկություն, լավ վերապատրաստված բժիշկներ, բարեհամբույր բուժքույրեր, ոչ թե մինչև ժամ 11-ը մեզ բերեք թողեք սենյակում ու գնացեք վիճակներից դուրս ենք եկել։ Իրականում պոլիկլինիկական ծառայությունը ինքը նաև բժշկական համակարգի մի մաս է, ու ինքը Վարդանանց բժշկական կենտրոնը ոչ թե բուժկենտրոն է կամ ինչ-որ ծառայություններ է մատուցում, այլ ինքը բժշկական համակարգ է։ Իսկ պոլիկլինիկական ծառայությունը բժշկական համակարգի անբաժանելի մասն է։ Եթե ընդունենք մեր ճանապարհը, որով անցնում է Վարդանանցը, չի սկսվում, երբ որ գանգատա ձևավորվում հաճախորդի մոտ, այլ ավելի վաղ շրջանում։ Իսկ վաղ շրջանը դա կանխարգելումն է։ Իսկ պոլիկլինիկական ծառայության ամենակարևոր գործառույթներից մեկը դա բնակիչների բժշկական դեպքերի կանխարգելումն է, հայտնաբերել, կանխարգելել, բուժել, ախտորոշել։ Ինքը մի հատ հետաքրքիր շղթա է բժշկական համակարգը, կարող եմ ասել, որ հենց դա էր պատճառը, որպեսզի շղթան ամբողջական լինի, որ բոլոր բնակիչները կարողանան այդ շղթայից օգտվել, դրա համար ձևավորվեց նպատակ ձևավորել պոլիկլինիկական ծառայությունը Վարդանանցի հենց այդ ամբողջական համակարգի մեջ։ Այսինքն սիստեմը կար, պոլիկլինիկան զուտ եկավ միացավ։ Այո, այսինքն սիստեմը ավելի շուտվանից կա։ Այո, սիստեմը ձևավորվել է, երբ որ հենց ձևավորվել է Վարդանանց բժշկական համակարգ ձևավորելու միտքը։ Հետաքրքիր, այսինքն ձևակերպում արեցիք համակարգի մի բաղադրիչ ասիկ պոլիկլինիկանը, էլ ինչ բաղադրիչներ են պետք, որ մենք ամբողջական բժշկական համակարգ ստանանք մի շենքի մեջ կամ մի ստրուկտուրայի մեջ, լավ, մի քանի շենքի մեջ։ Սկզբից պոլիկլինիկական ծառայություններ ասելով հասկանում ենք այն բոլոր ծառայությունները, որոնք պետությունն էր մատուցում, հա, ֆինանսավորում, բայց բժշկական համակարգը ունի նաև այլ ընդլայնված ծառայություններ։ Ինչպես ասեցի, դա սկսում է կանխարգելումով, հաջորդականը դա ախտորոշումով, ախտորոշման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացումով, արդյունքում
բուժման վերջնական շղթա ձևավորելով։ Անհրաժեշտ է վիրահատությունը իրականացնել վիրահատության կազմակերպումով, վերականգնողական process-ները կարգավորելով, ուղեկցելով, հետադարձ կապ ապահովելով։ Ինքը մի ամբողջական համակարգ է տենց։ Դրանք ոչ թե sense առանձին վերցած process-ներ են, այլ ինքը իրարից անբաժան process-ներ են, որն էլ հենց ձևավորում իմ ասած Վարդանանց բուժական համակարգի ստացիոնար բուժումը, պոլիկլինիկ, ամբուլատոր, դիագնոստիկ, ամբողջական process-ն է, այո։ Բուժական, ստացիոնար, կանխարգելիչ, ինքը մի ամբողջական համակարգ է մարդու համար։ Դուք որպես կառավարող տնօրեն ամբողջ օպցիոն process-ներից տեղյակ եք, թե չէ հիվանդանոցի։ Միանշանակ։ Չի խանգարում։ Իրականում կառավարող տնօրեն դառնալուց առաջ ես ճանապարհ եմ անցել։ Այս սկսենք ամենասկզբից ոնց մտակ Վարդանանց հարցազրույցի օրվանից։ Որպես ֆինանսական տնօրեն եմ եղել Վարդանանցում, այնուհետև տարօրինակ մի հատ փոփոխություն դարձել եմ որպես սպասարկման գծով տնօրեն, որովհետև սպասարկումը կենտրոնում հասկանում ես, որ մարդն է։ Իսկ իմ համար որպես անձ շատ կարևորված է մարդու արժեք, մարդկային արժեքը, մարդու եսը։ Որ մարդու սպասարկողի թե սպասարկվողի։ Սպասարկվողի եւ սպասարկողի։ Եթե այդ երկու մարդկանց եսերը չես համադրում, եթե այդ երկու մարդկանց էլ չես սիրում, դու չես կարող իրանց իրար հետ համադրես եւ չես կարող ստանաս այն սպասարկումը, որը որ դու երազում ես ինքդ ստանալ։ Եթե դու գիտես ինչա սպասարկվել, եթե դու ունես սպասարկման քո մոտեցումները, ուրեմն դրա հիմքում պետքա դրած լինի մարդը, հա, որը եւ հենց Վարդանանցում է դրված։ Սպասարկման տնօրենից հետո նոր դարձել եմ կառավարող տնօրեն։ Այսինքն դուք հիմա օրինակ ԿՏ-ի սենյակում կատարվող process-ներից տեղյակ եք։ Միանշանակ։ Սոնոգրաֆիայի սենյակում, չգիտեմ, արյան վերցման կետում։ Այո։ Գիտեք ով է հերթապահ այդ օրը, չգիտեմ։ Դե ես գիտեմ ոչ թե նրա համար, որ ես անգիր դա գիտեմ։ Հա, ես այդ եմ այլ որովհետև Վարդանանցը դա ոնց ասեցի համակարգ, այդ համակարգն էր տեխնոլոգիական տեսակետից է ինքը համակարգ, ինքը թվայնացված համակարգ է Վարդանանցում աշխատում։ Այդ ամեն ինչին կարիք չկա, որպես ես անգիր հիշեմ հիմա սոնոգրաֆիայում ով է հերթապահ։ Մենք ունենք համակարգ, որտեղ ես կարող եմ հենց ցանկացած պահի դինամիկ ռեժիմով տեսնեմ ով որտեղ է, ինչ հոսք է եւ ինչ է կատարվում Վարդանանցում։ Հարցը ցակ Մարիկ ջան, այդ ամբողջին տեղյակները ձեզ կյանքում խանգարում է, թե չէ։ Ձեր անձնական, ձեր, չգիտեմ, հետ գործային, հա, գործից հետո կյանքին, որ դուք այդ ամբողջ օպցիոն process-ին ոնց որ տեղյակ եք լինում։ Ընդհակառակը ինքը ինձ օգնում է, որ ես լինեմ ավելի հանգիստ, երբ որ գիտեմ, որ process-ը անխափան աշխատում է։ Երբ որ գիտեմ, որ այդ process-ը բոլորը աշխատում են իրանց կետերում, այսինքն ինքը անթերի աշխատանքային վիճակ է։ Եթե կա ինչ-որ մի հատ այդ պահին արձագանքման կարիք ունեցող ինչ-որ դեպք, միանշանակ պետքա դու այդ պահին արձագանքես, որովհետև դու պետքա տիրապետես քո բժշկական կենտրոնում ինչ է կատարվում։ Դրա համար ճիշտ է, որպեսզի ցանկացած կառավարող տնօրեն, ցանկացած մենեջեր տիրապետի իր process-ները ինչպես են ընթանում ցանկացած պահի։ Հիմա գոյություն ունի 3 Վարդանանց բժշկական կենտրոնի 4։ Այն ինչ որ Վարդանանցի վրա է, այն ինչ որ Մասիվում է, Քոչարն է ու Վանաձոր քաղաքում։ Հա, Վանաձոր քաղաքում, հա։ Բոլորը նույն ձև են աշխատում, թե օրինակ կենտրոն կա, որ դուք կառանձնացնեք, իսկ կենտրոն կա, որ պետքա հələ հասնի մեսի հետ։ Օրինակ ոնց է կարողանում տարբեր շենքերը կառավարել, թե համակարգը նույնն է ամբողջ տեղերում։ Համակարգը նույնն է, իսկ կենտրոնները իրանք իրարից տարբերվում են իրանց նպատակայնությունով, հա։ Օրինակ Մասիվի մեր կենտրոնը ոնց որ նշեցիք, Նանսեն մասնաճյուղը, ինքը այո ունի եւ ամբուլատոր հատված, պոլիկլինիկական ծառայություններ, ինչպես խոսեցինք, նաեւ այնտեղ զարգանում է ստացիոնար Վարդանանցը, որը այս պահի դրությամբ եւի Վարդանանցի ամենակարևոր առաջխաղացվող ծառայություններից է։ Քոչար մասնաճյուղում իրականացնում ենք հիմնականում կանխարգելիչ ծառայությունները։ Այսինքն ինչ են անում այնտեղ։ Հաճախորդները անցնում են կանխարգելիչ բուժզննումներ։ Այսինքն այն բոլոր ապահովագրականներով, պոլիկլինիկ եւ ապահովագրականներով եւ մասնավոր ցանկացած անձ իրավունք ունի եւ կարող է ձեռք բերել կանխարգելիչ փաթեթներ եւ անցնել մեկ միասնական տարածքում ամբողջական իր ծավալը, ու հենց դրանով էլ ինքը առանձնանում է, որ այնտեղ բոլոր ստրուկտուրան կառուցված է հենց կանխարգելիչ բուժզննումներ անցկացնելու համար։ Ու հենց այդ նպատակով էլ որոշակի խոշոր գործիքային հետազոտություններ իրականացնում են Քոչար մասնաճյուղում։ Իդեմս մամոգրաֆիա
տոպոգրաֆիկ հետազոտությունների, դենսիտոմետրիկ հետազոտությունների եւ այլն։ Կատեն ինքը կանխարգելիչ չի, ինքը բուժական է եւ ավելի հետազոտող է։ Ինքը իրականացում է կենտրոնական մասնաճյուղում, Վարդանանց հենց գլխամասում։ Կենտրոնական մասնաճյուղը հագեցված է բոլոր հետազոտական ծառայություններով, բոլոր նեղ մասնագետներով։ Դրա համար ոնց որ կարելի ասել, այս 3 երևանյան մասնաճյուղերը իրանց process-ներով ու իրանց նպատակայնությունով տարբերվում են։ Ու հենց դրանում է կայանում նաև իրանց հետաքրքիր լինելը։ Իսկ ինչ վերաբերվում է կառավարման տեսակետից, բոլոր տեղերում մեկ ընդհանուր համակարգ աշխատում Վարդանանցի։ Վարդանանցը մեկ միասնական համակարգով է աշխատում։ Այսինքն դուք կարաք ռակիրովկա անեք, բժիշկ տեղափոխեք, խնդրեք այսօր տեղ փոխարինի այնտեղ, այսինքն ինքը մի ստրուկտուրա է աշխատում։ Այո, մեկ ստրուկտուրա է։ Իրականում այս մոտ ամեն ինչ նախապես պլանավորված է, սկսած դեր ասած գրաֆիկներով, տեղափոխելով եւ այլն, բոլորը նախապես մինիմում 1.5-2 ամսվա պլանավորված աշխատանք է տանում Վարդանանցը։ Բժշկական արտահակուստը բժշկի գլխավոր ատրիբուտներից մեկն է, այն կարող է ապահովել լավ տրամադրություն ամբողջ օրվա համար, ինքը կարա ցույց տա, թե ինչքան կարևոր է ձեր աշխատանքը ու ամենակարևորը, կարա կեղտոտվի, դեռ շորերը չկեղտոտվեն։ Բժշկական արտահակուստը պետքա լինի հարմար, պետքա լինի շնչող, պետքա արագ լվացվի ու շատ արագ հարթուկվի, մեկ-մեկ նույնիսկ չհարթուկվի։ Այն նմանատիպ արտադրանք ձեզ առաջարկում է Ախուրյանում, Շիրակի մարզում արտադրվող Go Medical-ը։ Մարզային ստարտափ զարգացնելու ամենալավ քայլը կլինի Go Medical-ից գնել ձեր բժշկական արտահակուստը, որը ունի շատ գերազանց որակ, այն թանկանոց 30-40 հազարնոց ֆորմեկի որակից ունի, բայց վաճառվում է սկսած 18,000 դրամից։ Առողջ եղեք։ Իդեպ ես էդ եմ հագնում։ Պակա։ Վանաձոր, ասացիք, Վանաձորը շատ արագ զարգանում է, շատ արագ։ Ես Վանաձորում եղել եմ կոնսուլտացիաների Evamed բժշկական կենտրոնում, որտեղ չգիտեմ, դուք մտա կատեի MRT-ի սենյակը բերանց բաց մնաց, շատ։ Կա այնտեղ Վանաձորում էլի մասնավոր մի քանի կլինիկաներ, Evan պրոստը ճիշտ եմ ասում, չէ, Evan մտքիս եկավ, վարդ ինչի հենց Վանաձորը որպես ինչի է տենց առողջ ես լոռեցի եմ, ինձ շատ հաճելի է այդ ամենը, բայց ինչի է Վանաձորում կատարվում այդ ամեն օրինակ նույն դուք նույն մյուս կենտրոնը ինչի է Վանաձորի վրա կենտրոնանում։ Երևի իր քաղաքակրթությունը հաշվի առնելով, բնակիչների քանակը, միգուցե բնակիչների պահանջը հաշվի առնելով որոշումը կայացվեց, որ Վանաձոր քաղաքում պետք է ունենալ պոլիկլինիկական ծառայություն։ Իսկ մարդիկ ակտիվ են գալիս են Վանաձորի մասնաճյուղը։ Այո, օգտվում են։ Միանշանակ։ Ինչով է տարբերվում մարզային ձեր օրինակ կառավարման տեսանկյունից ինչով է մարզայինը տարբերվում քաղաքային կառավարումից կամ մնացած ոչ մի բանով սպეციფიკա գոյություն չունի։ Ոչ։ Վարդանանց ունի իր մոտեցումները, իր ընթացակարգերը ու դա էլի եմ կրկնում։ Բոլորի համար եւ բոլոր քաղաքներում ու բոլոր համայնքներում ինքը նույնն է։ Դուք բժիշկ չեք մասնագիտությամբ։ Ոչ։ Հա։ Այդ ձեզ խանգարում է թե օգնում է։ Օգնում է եւ ավելի հետաքրքիր է դարձնում։ Օրինակ ինչով է օգնում, չէ՞, դες հետաքրքիր է, դուք բժիշկ չեք, եկել եք կառավարում եք, նայեք, մենք բժիշկներս կոնսերվատիվ ենք ու քիթը ցից ենք մի քիչ չէ։ Մի քիչ, հա, եք ճիշտ է խոսանք։ Ու մենք մի քիչ վերևից ենք նայում մյուս մասնագիտությունների թողներ են բոլոր մյուս մասնագիտությունների դեր մարդիկ, բացի բաս գիտարիստներից, մենք իրեն շատ ենք սիրում, հա։ Ու ոնց է ձեզ ընդունում կոլեկտիվը ու արդյոք մեկ-մեկ զգում եք, որ ադե մեկը չի հասկանում էլի Մխիթարյանը անցանք առաջ էլի այս համակարգը գործում է թե չէ։ Թե Մխիթարյանը արդեն իսկ հասկանում է այդ process-ը ու հասկանում է, որ ստեղ սենսապետ, ստեղ սենսապետ։ Իրականում օգնում է այնքանով, որ ես ավելի մաթեմատիկ ուղղությունով եմ։ Իսկ միշտ մաթեմատիկ մտածելակերպը ցանկացած մենեջերական որոշումների անալիտիկ վերլուծությունների համար շատ կարևոր է։ Այդ առումով դրական է եւ շատ կարևոր է ու շատ աջակցող է։ Ինչ վերաբերում է դժվարանալուն, որտեղ ես մասնագիտությամբ բժիշկ չեմ, դա երևի կասեի 10 տարի առաջ, երբ որ դեռևս 2-3 տարվա թիմագիծ էի, հիմա արդեն կարող եմ ասել, որ ոչ թե բժիշկ եմ, այլ ավելի շատ քեյս վարելու ունակություն ունեմ։ Որովհետև քեյսը դիտարկելու, հաճախորդի տեսակետից քեյսը քննարկելու, ճիշտ եւ սխալ անելու համար պետք չի լինես բժիշկ։ Պետք է ճանաչես համակարգը։
թե դու ինչ ես դրել, ինչ ես ուզում, ինչ որակ ես նախընտրում, ու հատկապես որ մեր գործունեության հիմքում դրված է գործելակարգային մոտեցումը, որը նույնպես թվայնացված է, այսինքն եթե դու լավ թվային համակարգներին կարողանում ես տիրապետել եւ կարողանում ես թվային համակարգներով վերահսկել եւ դիտարկել, ինչ որտեղ կարողանում ես հասնել նաեւ բժշկությանը։ Օրինակի համար ես երբեք չեմ կարա հիվանդանոց կառավարեմ։ Ես չեմ կարա լինեմ, ես ինքս ինձ հետ որովհետև ես բժշկակենտրոն եմ։ Առաջի հերթին իմ մոտ առաջիկ պլան գալու է իմ գոլեգան, որովհետև ինքը իմ համար միշտ ճիշտ է, ամբիծը, ամբասիր է, ոնց եք կարողանում տարբերակել ստեղ իմ բժշկի վրա բողոքել եմ բժիշկս մեղավոր չի, այստեղ բժիշկը սխալ է թույլ տվել, պետք է իր հետ մի հատ առանձին զրուցեմ այս թեմայով։ Նայեք, եթե կա դժգոհություն հարցադրում հաճախորդի մոտ, իսկ ինձ թվում է ձեր կլինիկայում ինքը շատ կլինի ոչ թե նրա համար, որ կլինիկան վատն, այլ նրա համար, որ մարդը գալով Վարդանանց ավելի մեծ սպասելիքներ ունի, որտեղ ինքը նույն հարցադրումով պոլիկլինիկ չի գնա, ասի, գիտեք, բանում նստարանի տակ ծամոներ կպած կներեք օրինակիս համար, բայց ձեզ էդի շատ բարձր ձևով ձեզ այդ ամենը կասվի։ Դուք շատ ճիշտ եք, որովհետև մեր հաճախորդները նաև տեղեկացված են, որ հետադարձ կապը կարևորված է Վարդանանցում։ Ցանկացած հարցադրում, որը կբարձրաձայնվի իրենց կողմից, ինքը քննարկվում է անգամ տնօրինության մակարդակով, որովհետև եթե առաջացել է որևէ հարց, նշանակում է process-ում կա որևէ փոփոխության ենթակա կետ։ Նշանակում է այն սպասումները կամ այն տեղեկատվությունը, որը փոխանցվել է իրենց, չի բավարարել կամ լիարժեք չի հասել։ Այսինքն մենք չենք դիտարկում, որ սխալը հարցադրում ներկայացնողն է, ոչ։ Եթե կա հարցադրում, նշանակում է հարցադրումը դիտարկման, քննարկման ենթակա է։ Ու այդ առողջ մթնոլորտում աշխատում է Վարդանանցի ամբողջ թիմը, մոտ 600 պլյուս աշխատակից, հենց տենց էլ դա անցալում է, սկսած զանգերի կենտրոնից, ավարտած մինչև տնօրինություն։ Այսինքն հետադարձ կապը ոնց է իրականացվում, ինձ պահը շատ հետաքրքիր է։ Զանգում հարցնում եք վիրահատությունից գոհ եք, չգիտեմ, այնտեղ։ Նայեք, մենք ունենք երկու տեսակի հետադարձ կապ։ Առաջի հետադարձ կապը, երբ որ բժիշկը ինքն է կապ հաստատում հաճախորդի կամ պացիենտի հետ եւ քեսը վարում մինչեւ վերջ, որի ընթացքում կարող են ձևավորվել հարցադրումներ։ Մյուսը, երբ որ առանց մեր նախաձեռնության, հենց այցելունները, հենց հաճախորդներն են հետադարձ կապ թողնում զանգերի կենտրոնի միջոցով, կայքի միջոցով, չաթերի միջոցով, ընդունարան մոտենալու կամ սպասարկման ընթացքում որևէ հարցադրում են բարձրացնում։ Հարցադրումը կարող լինի տարբեր տեսակի, սկսած սպասարկման իրանց ցանկություններից, բժշկական դեպքերից, ամեն ինչի մասին մեր հաճախորդը իրավունք ունի հարցադրում ներկայացնելու, որը անկեղծ ասած հատ դիտարկվում, քննարկվում եւ հետավերադարձում հաճախորդին։ Այդ պրինցիպը, այսինքն սենց է ստացվում, кейսից կախյալ կարա մեղավոր լինի թե բուժառուն, թե բժիշկը։ Երբեք բուժառուն մեղավոր չի։ Ինչի՞։ Որովհետեւ բժիշկը դեղ է նշանակել, բուժառուն չի օգտագործում։ Բժիշկը վիրահատություն է նշանակում, բուժառուն չի պահում կան հետ վիրահատական շրջանի կանոնները։ Այդ ուրիշ հարցադրում է։ Բժիշկը ֆանտաստիկ բժիշկ է, մի քիչ մունատ եկել։ Այստեղ ես այդ ուզում եմ հասկանամ այդ չնեղացնելու գոլեգային ու այդ հարցին լուծում տալու այդ գիծը հասկանալ ոնց է ստացվում։ Նայեք, գոլեգաներին երբեք չենք նեղացնում, որովհետև մենք շատ զգալն եք բժիշկներս գիտեք։ Վարդանանցի հենց արժեքներից մեկը դա մեր աշխատակիցների արժանապատվությունն է։ Այսինքն որևէ մարդ, բնակիչ, հաճախորդ իրավունք չունի անցնի այդ գիծը եւ արժանապատվությանը մեր աշխատակիցների որևէ ձև կպնելու։ Այսինքն այդ մեր արժեքների մեջ է, կտեսնեք մեր կայքում դա ներկայացված է։ Եթե մեր արժեքներին վերադառնանք, այդտեղից պարզ կլինի ինչի է դա տենց։ Մյուսը բուժառուի եւ բժիշկների միջև հարաբերության թափանցիկությունն է։ Այսինքն այդտեղ չունենք մենք թաքցնելու բան, պետք է լինի ամեն ինչ թափանցիկ, հա։ Ու նաեւ հաճախորդի անհատականության գերակայությունն է։ Մենք այս 3 արժեքների շուրջ ենք աշխատում։ Կարծում եմ ինքը sense ամբողջական ձեր հարցադրումը փակեց։ Ինչ պատճառով բժշկին գործից կհանեք։ Նույն պահին կանչեք, ասեք դու սարի, վсё, դիմում, գիտի չեմ ուզում քո այդ աշխատեմ։
Մի 3 ինչ որ case կամ որ եղել է նման։ Դե Դե չէ, Արևիկ ջան, պատկերացրեք ինչ որ case, երբ որ ուզում եք դուք այդ մարդ ինչ պետք է արածել լինի։ Եթե իմ անհատական մոտեցման մասին խոսանք Արևիկի, որի համար Վարդանանցը դա ուղղակի աշխատավայր չի, այլ իմ համար ես Վարդանանցում մեծացել, դաստիարակվել եմ եւ ես եմ Վարդանանցը, Երևի ես եմ Վարդան։ Այո, այդ իմ համար շատ կարեւոր է։ Երևի Վարդանանցին ինչ որ մի ձև վնասած պետքա լինի բժիշկը, չենք ունեցել եւ հուսով եմ նման դեպք չենք էլ ունենա, որ քննարկենք։ Իսկ բժշկական սխալը ոչ միտումնավոր։ Նայեք, ցանկացած տեսակի սխալ բոլորն էլ կարող են կատարել։ Եթե դա հատկապես ոչ միտումնավոր է, նշանակում է դա շտկելու, հետագայում նմանատիպ սխալներ թույլ չտալու աշխատանք պետքա կատարես։ Իսկ ով է մեղավոր, սխալը տեղի ունեցել հիվանդը օրինակ հաշմանդամը։ Կներեք, էլի ես ինձ հետաքրքիր կառավարություն, բռնել հարցեր եմ տալիս։ Սխալը տեղի ունեցել, հիվանդը հաշմանդամ մնաց։ Ով է դրա պատասխանատու։ Բժիշկը, բուժ կենտրոնը, բժիշկն ու բուժ կենտրոնը, ինչպես բոլորն ասում են անեստեզիոլոգը, այդ ամեն ինչի մեղավոր է։ Ամեն ինչում մեղավոր են անեստեզիոլոգները, մեր սիրելի անեստեզիոլոգի խոսքն է, էլի։ Քանի որ ես մասնագիտությամբ ոնց որ նշեցինք բժիշկ չեմ, եւ ինձ թույլ չեմ տա բժշկական սխալների մասին քննարկում անել եւ դիտարկումներ անել, եւ դա պետքա լինի մի հատ ինչ որ խումբ կոնսիլիումային, որը կարա բերի նրան, որ որոշի վերջնական սխալը ով էր։ Հա? Սխալը բժիշկն է, բուժ կենտրոնը իր հետ է, պետքա իր հետ լինի։ Միշտ։ Վարդանանցը միշտ թիմի անդամ է։ Դիտարկենք բուժ կենտրոն գաղափար, ինքը պետքա լինի բժշկի հետ։ Միշտ։ Թե պետքա բժշկին ասի դուրը փակի դու սարի։ Ոչ։ Միշտ պետքա բժշկական կենտրոնը թիկունք լինի բժշկական անձնակազմին, որպեսզի եւ ինքնավստահություն ձևավորվի բժշկի մոտ, եւ աշխատելու ցանկություն լինի եւ միշտ մոտիվացիա լինի։ Եթե դու մենակ ես, դու մասնագիտական անգամ աճի ցանկություն կարող ես չունենաս։ Բայց եթե դու թիմի մեջ ես եւ ունես բժշկական կենտրոնի նման ձեզ համար թիկունք, ով ձեզանով առաջ է գնում, ով ձեզ առաջ է տանում եւ այլն, դու ձգտում ես լավագույնին ու ինքդ էլ որպես մասնագետ միշտ փորձում ես առաջ գնալ։ Մասնագիտական աճով անգամ դու պետք է փորձես, որ քո բժշկական կենտրոնին ներկայացնես։ Ձեզ հետաքրքրում է թե ոնց եմ ես ամեն ինչը հասցնում, ով ասաց որ հասցնում եմ։ Չեմ հասցնում։ Ինձ ուղղակի լավ օգնող մարդիկ կան, դա Spin Ideas Agency-ն ու Spin Production-ը, ով կազմակերպում է իմ ամբողջ նկարահանման process-ը, ինձնից ասում եմ, մենակ գամ, նկարվեմ ու քաշեմ գնամ իմ ռադը։ Մնացածը իրանք են անում, այսինքն մոնտաժում են, post production են անում, տեղադրում են, տակի են լինքերն են դնում, like, dislike-երի քանակն են նայում, ասում են որ պահից վիդեոն առաջ տա ու գովազդատու են նույնիսկ ման գալիս մեր վիդեոների համար։ Իդեպ YouTube-ի մոնետիզացիան եկել է ու ժամանակն է մտնել YouTube ու փողեր աշխատել Spin Ideas Agency, Spin Production, այդ երկուսը միավորված ձեզ կօգնեն, որպեսզի հասնեք ձեր երազանքներին։ Դուք եք աշխատանքի վերցնում մարդկանց։ Անձամբ թե HR բաժին կա, բայց ձեզ ներկայացվում է։ HR բաժին ես այդ process-ի մի մասն եմ, այո։ Հասկացա։ Ռեզյումեն ինչ պետքա լինի, առաջինը որ ձեզ գրավեր մարդը կարա ձեր մոտ օրինակ բուժքույր աշխատի կամ, չգիտեմ, ադմինիստրացիայում, ինձ թվում է բժիշկներին ուրիշ ձև է դիտարկում առանց ռեզյումեի, բայց մնացածին ոնց է լինում այդ պահը։ Նայեք, կարևորված է իր աշխատանքային փորձը, ինչ աշխատանքային փորձ ունի եւ ինչ ճանապարհ է անցել, բայց իմ հարցազրույցներում հիմնավորվում եմ ավելի մարդկային էմպաթիայի վրա, այսինքն ինչքանով է իր կերպարը էմպաթիկ, ինչքանով է ինքը մարդամոտ, ինչքանով է ինքը մարդ։ Կա սպეციფიկ հարց, որով փորձում եք բարձել։ Գիտեք, երբ որ ցանկացած անձ ներկայացնում է իրեն, դու արդեն սկսում ես իր միմիկաներից, հայացքից, երբ որ դու հարցնում ես ինչ որ ընտանիքից եւ այլն իր այդ էմոցիաները եւ այլն, դա գնահատվում է։ Սպասարկման ոլորտում իր սպասարկման կարևորություններից եւ այլն։ Ես միշտ հարցազրույցներում շեշտը դնում եմ նմանատիպ կարևոր կետերի վրա։ Թե չէ ինքը որտեղ աշխատել, քանի տարի աշխատել, ինքը լավ աշխատել եւ վատ աշխատել, դա ամենը կախված է թե դու ոնց մենեջ կանես տվյալ մարդուն, ոնց իրան առաջ կտանես, ոնց իրան հնարավորություն կտաս բացահայտելու իր լրիվ դրական ու ճիշտ կողմերը։ Եթե ուզես կաս դենց անես, որ մարդը 2 օր աշխատի դուրս գա, բայց մեր նպատակը դա չի։ Եթե կան ցանկություն սովորելու, եթե կա ցանկություն աշխատելու եւ մարդ ինքը էմպաթիայով անձնավորությունը, ուրեմն ինքը միշտ իմ հետ է։ Աշխատաշուկայում խնդիրներ ունենք որպես կառավարող։
Մարդ, ով որ ինչ խնդիրներ կա բժշկական աշխատաշուկայում մեզ պահին։ Հիմա օրինակ, եթե վերցնեմ Վարդանանցի տեսակետից, հա, մենք ինտենսիվ փնտրում ենք սպասարկման մասնագետներ, զանգերի կենտրոնի մասնագետներ, համալրում ենք մարքեթինգային թիմը, համալրում ենք միշտ բժշկութական անձնակազմը, հատկապես որ Վարդանանց ինքը գնալով ավելի մեծանում եւ այսպես ասած շատանում են աշխատատեղերի կարիքները, կարելի ասեմ մենք անընդհատ դինամիկ դրա կարիք ունենք եւ անընդհատ ձեր մոտ չէ, ընդհանրապես կրիզիս տեսնում եք, օրինակ լավ մասնագետներն ավելի քիչ են, լավ բուժքույրեր ավելի քիչ են։ Ավելի քիչ ենի չի, ինչքան ցանկությունն է, որ մարդիկ ուզեն աշխատեն։ Օրինակ ես դեղատուն ունեի, չկա դեղատան աշխատող գտնել։ Դեղատան աշխատող, ես օրեր ելնում կամ ես կամ հոպարից տղա դստում ենք սմեն էինք փակում, թե աշխատող չունենք։ Գալիս էին 2 շաբաթ աշխատում էին, բարձր աշխատավարձ էինք, դա շուկայականից կրկնակի էլ դեպքեր էր լինում, անփորձ մարդուն այնքան փող էինք տալիս, որ չկա մարդ, չկար 2 շաբաթ աշխատած ստեսցնես մենք պատճառը նա է, որ մարդիկ հիմա ավելի ինչ որ բարձր ցանկություններ ունեն։ Նույն խնդիրը, այո, եւ բուժքույրական թիմերում է, եւ ընդունարաններում է, զանգերի կենտրոններում է, դեղատնային գործունեության մեջ է։ Բժիշկների մասով երևի բժիշկ շատ ունենք մեր երկրում, լավ, այդ մի բանից պերեիզբիտը կա մեր երկրում, հա, որտեվ տարեկան ավարտող թիվը ու հաստիկների թիվը ինձ թվում է շատ ահռելի տարբերությամբ է տալի։ Երևի շատ կարեւոր է, որ ուղղությունը նաեւ ճիշտ ընտրեն։ Հիմա եւի ավելի շատ նեղ մասնագիտական են ընտրում երիտասարդները, բայց եթե ես լինեի եւ ընտրեի բժշկական համակարգում մասնագիտություն, կընտրեի միանշանակ ընտանեկան բժշկություն։ Okay, ես ստեղ չեմ հակաճառից այդ, բայց որովհետեւ հենց երևի այդ ուղղությունն է այս պահին, որը ամենաքիչն է։ Հասկացա, այսինքն ընտանեկան բժիշկ գտնելը, մանկաբույժ գտնելն էլ է դժվար։ Այո, առաջնային օղակի երևի բժիշկների կարիք շատ կա։ Կարող է քիչ են վարձատրվում դրանից է։ Ես այլ տեղերում չեմ կարող ասեմ վարձատրության չափը, որտեղ չեմ տիրապետում եւ իրավունքեր չունեմ խորանամ։ Թիվ կարակ հնչեցնե։ Այդպեսին չի։ Թիվ կարակ հնչեցնե, օրինակ հիմա արձին մարդը ավարտական քննություններին է նայում մեր հաղորդում, ասում գնում եմ ընտանեկան բժիշկ դառնալ, որտեղ Վարդանանցում այսքան գումար են տալիս։ Նայեք, այսքան գումարը աշխատում են։ Աշխատում են, հա, տալիս չէ, հա։ Բոլորն են աշխատում եւ Վարդանանցը մինչեւ անգամ այսքան գումար աշխատում են, տալիս են կները։ Ու անկեղծ ասած դա մեր մոտեցումն է։ Շատ լավն էր։ Մենք նաեւ չունենք մոտեցում մեր աշխատակիցները։ Մենք թիմ ենք, մենք գործընկերներ ենք։ Միշտ ես իմ թիմի հետ որ քննարկում, ասում եմ ընդհանրապես տարբերությունը պատասխանատվության աստիճանների մեջ է։ Եվ միգուցե աշխատավարձի։ Հիմա ընտանեկան բժիշկը նոր ավարտ ընտանեկան բժիշկը ինչ աշխատավարձի հույսով կարա դիմի Վարդանանց։ Ձգտելով մինչև 1 եւ ավել միլիոն դրամ աշխատավարձ ստանալու։ Ահա, սիրելիներս, բա որ գա։ Գնում եք սաղ քիթ վիրատող եք դառնում, ընտրեք ընտանեկան բժշկի գործը։ Ինքը շատ ավելի չեմ ասի հետաքրքիր, բայց ոչ պակաս հետաքրքիր մասնագիտություն է, ինձ շատ հետաքրքիր է։ Արդեն հետաքրքիր։ Որովհետև եթե դուք ընտանեկան բժիշկ եք, նշանակում է դուք կառավարում եք ձեր պացիենտի ամբողջ բժշկական քեյսը։ Դուք վարում եք այդ քեյսը։ Կարևոր չի բուժումը դուք եք անում, միանձնյա թե ներգրավում եք նեղ մասնագետ, բայց դուք եք վերջը որոշում։ Նեղ մասնագետ ձեզ պետք է, թե ոչ։ Ստացվում է, որ ինքն է ղեկավարում իր պացիենտների ամբողջական բժշկական process-ը։ Իսկ դու պետք է դա իմանաս իդեալական, որ կարողանաս վարես։ Իսկ ո՞նց եք աշխատում աստղային բժիշկների հետ։ Օրինակ ձեր ոլորտում աշխատում է ուսուցիչը, ձեր համակարգում աշխատում է մարդ ումից ես սովորել եմ իմ մասնագիտությունը, ումով ոգեշնչվել դառել եմ ուրոլոգ, Երևան Սերգեյչն է աշխատում, ինքը 2 անգամ մեր մոտ հյուր է եղել, բազմաթիվ անգամ իր անունը հնչել է մեր հաղորդումների ընթացքում։ Ինչ զգացողություններ, որ աշխատում եք մի մարդու հետ, ով որ լեգենդի կարգավիճակ ունի։ Աշխատում ենք սիրով, հպարտությամբ, ուրիշ ձև չէի կանակել որտեղից։ Հարգանքով, գործընկերային, հա։ Գիտեք, դժվարությունը կամ ավելի հեշտը ոնց է, օրինակ, ասում եմ, լեգենդար մարդու հետ աշխատելը, այդ։ Գիտեք, ինչն է կարևոր։ Կարևորը էլի հետ եմ գնում իմ մարդ հասկացողությանը։ Մեր բոլորի մեջ կա մարդկային հարաբերությունը։ Երևան Սերգեյչի հետ մեր հարաբերությունը հենց այդ մարդկային հարաբերությունն է։ Երևան Սերգեյչը մասնագիտական իր լեգենդար լինելով հանդերձ ինքը բոլորի հետ շփվում է այդ պարզ ճիշտ մարդկային հարաբերությունով։ Ու ասեմ ձեզ բոլորս իր շուրջ նաև այդ առումով պատտվում ենք, սիրում ենք, հարգում ենք ու հպարտանում ենք, որ ինքը մեր թիմի անդամ է։ Այսինքն ինչ որ դժվարություն չի ստեղծվում, ասեք այս կոնկրետ Երևան Սերգեյչին չէ՞ էլի անվանի բժիշկների հետ աշխատելուց։ Չէ։
Որտե մեր նպատակը դա չի անվանիմների հետ միայն աշխատելը, մեր նպատակը լավ մասնագետների եւ լավ մարդկանց հետ աշխատելն է։ Իսկ սերունդների միջև կապը, օրինակ բժիշկների սերնդափոխությունը, սերունդների կապը կարողանում է տնօրինության մակարդակով թե դի թողում եք արդեն բժիշկների իրար մեջ որոշեն, թե ոնց պետք է տեղի ունենա սերնդից սերունդ գիտելիքի փոխանցումը կամ սերնդափոխությունը ոնց է տեղի ունենում։ Նայեք, Դուք որպես կառավարիչ ոնց կպատկերացնեք այդ process-ը, որ անվանի բժիշկը կամ տարիքով բժիշկը սովորացնի երիտասարդին, որ դուք նոր վերցրել եք աշխատանքի։ մեզ մոտ հենց տենց էլ կատարում է, ոնց օրինակը բերեցիք հենց Երվան Սերգեյչին։ Մեզ մոտ տենց է կատարում է, Երվան Սերգեյչը ունի օգնականներ, սկսնակ բժիշկներ, ում հետ ինքը աշխատում է նաև մասնագիտական տեսակետից, այսինքն փորձի փոխանակում է կատարվում։ Ու դրանով էլ առանձնանում Վարդանանց իր մոտեցումներով։ Մեր մոտ առանձնացված չեն, որ ինքը աստղ է, իսկ մյուսները բժիշկներ են։ Մեզ մոտ բոլոր բժիշկներն էլ իրավունք ունեն եւ բոլոր հնարավորություններն ունեն իրար հետևից գնալու մինչեւ աստղ դառնալու ճանապարհը։ Այդ է մեր տարբերությունը ու այդ ուսումնական մասը չենք թողել, որ աստղերը փոխանցեն բժիշկներին։ Մենք ձևավորել ենք։ Ես գիտեմ դուք ուղեցույցներ ունեք ներքին, այսինքն գիրքը Վարդանանցի որ կա, ես տունը պետք է որ ունենամ իրանից, հա, որտեղ ուղեցույցն է հիվանդների վարման եւ այլն, դա ամենիշն է կա։ Մենք ձևավորել ենք մասնագիտական գերազանցության կենտրոն, որի հենց առաջին, այսպես ասած, սկզբունք եւ աշխատանքի այսպես պրոյեկտը դա գործելակարգերի թվայնացումն է, հայաֆիկացում, թվայնացում էր 2 հատոր, եռահատոր գրքերի շնորհանդես եղավ հենց 2026 թվականին այդ խմբի կողմից ու նաև այդ խումբը իրականացնում է այդ բոլոր գործելակարգերի առանց աստղերի մասնագիտական աճի հնարավորությունը բոլոր բժիշկների համար։ Այսինքն հենց ձևավորում են, հենց իրանք են կարելի ասել այդ ուսումնական process-ը տեղափոխում սկսնակներին։ հարցը ուզում եմ ճիշտ հասկանաք, այսինքն չկա վինտիկ, որը անփոխարինելի է ձեր համակարգում։ Եթե մի օր օրինակ հիվանդանոցներ կա, եթե օրինակ այս բժիշկը դուս եկավ գործից, կարելի է քանդվի այդ հիվանդանոցը, մի ամսում կկործանվի, հա։ Մեր մոտ չկա տենց անձ, որի շուրջ կառուցված է Վարդանանցը։ Հենց համակարգի իմաստն էլ դա է։ Եթե համակարգը մի մարդուց է կախված, ինքը համակարգ չի։ Ինքը անձնակենտրոն է։ Վարդանանցը հենց համակարգ է, ունդեղ կարևոր չի արևիկն է, այլ անձինք են։ Ցանկացած բայ մեր արձակուրդ լինելու հանդերձ կենտրոն չի կանգնում, կենտրոնն աշխատում է իր նույն հունով։ Արձակուրդին կարող եք հեռախոսը անջատեք։ Հա։ Հա։ Այո։ Հանգիստ անջատում չեք։ Այո։ Այսինքն արևիկին կազանգելու կարիք չկա։ Չկա, որտեղ աշխատում է համակարգը։ Հասկացա։ Ամերիկական Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարումն է, էլի, պրեզիդենտը չկա, բնական համակարգը կարա գործի, օրինակ։ Ամեն ինչ sense իդեալական է, որ sense ներկայացնում եք, թե ինչ որ բաներ կա, օրինակ, որ կուզեիք ավելի շտկեք։ Sense շատ իդեալական եք ներկայացնում։ Ինքը աշխատում է, հիմա տես թե դուք հենց այդ պատկերացնում եք, որ ինքը աշխատում։ Մենք միշտ Վարդանանցը որ համեմատում ենք ոչ թե այլ բուժկենտրոնների հետ, այլ համեմատում ենք մեր 3-ը այսօրվա հետ։ Ու միշտ անելիք կա։ Միշտ։ Որովհետև այսօրվանն էլ հաջորդելու է վաղը։ Նշանակում է մենք պլանավորում ենք նաև վաղը։ Դրա համար միշտ անելիք կա ու միշտ առաջ գնալու հնարավորություն կա։ Մի երկու հատ բլից հարց տանվեց։ Աշխատակիցը ուշացել է գործից, ինչ եք անում։ Շաբաթվա մեջ 3 անգամ։ Բարթացնում եմ բաները։ Ոնց 3 արդեն չպետք է տենց լինի։ Զգուշացնում ենք որ չի կարի, որովհետև մեր մոտ ուշանալու հավանականությունը մի քիչ շատ քիչ է, որովհետև դե լավ դուք այնպես փողոցի վրա եք, որ ուշանալը շատ հնարավոր է, հա։ Հա, ցանկալի չի։ Հա, բայց պրոբկայա, չգիտեմ, ավարիա։ Այդ պահին մենք ենք հաճախորդներին մոտենում սպասարկման պատասխանատունները, տեղեկացնում են, որ տեղի ունեցել ֆորս-մաժորային իրավիճակ, հա, իրոք կարա վթարի անգամ ենթարկված լինի։ Ես օրինակ Երևանի կենտրոն ֆորս-մաժորային իրավիճակի մասին տեղեկացնում ենք եւ խնդրում ենք սպասել։ Ես Երևանի կենտրոնից տեղափոխվեցի Նոր Քմարաշ աշխատելու պարկինգի համար։ Իմ հիվանդները գալիս ասում են պարկինգ չկա, մեզ ուրիշ տեղ ասեք, mən ստիպված մի օր ասացի, ես Երևան կենտրոնից իրականում տեսեք դուք նոր կգնաք, թե գնաք Աբովյան քաղաք, թե այլ տեղ գնաք, հաճախորդը ոչ թե տարածքն է ընտրելու, այլ ձեզ ընտրելու։ Իմ պարագայում հա։ Այո։ Մենք էլ ենք այդ նույն տրամաբանությունով աշխատում, որ հաճախորդը ընտրում է իր բժշկական
կենտրոնը իր բժշկին եւ պարկինգը կարելի ասել երկրորդային է։ Չէ, բայց իմ Բոլոր առաջնային լուծումները- ավելի։ Բոլոր լուծումները Դուք կայնելու տեղ ունեք, դրա համար տես խոսում եք։ Ես չեմ վարում։ Ունեք հիմա ասացիք 9 տարեկան տղա։ Այո, Ահա։ Երեխեն մամային շուշուտա տեսնում, հասցնում եք մամայություն անել։ Միշտ։ ինքը ունի իր ժամային ռեժիմը մամայի։ Մաման իր աշխատանքային ժամից դուրս իր երեխայի մայրիկն է։ Երբեմն ես տես մի հատ կատակի մամ, ասում եմ հիմա ես աշխատում եմ մամա։ Ու դա հաճելի է։ Մենք դաս ենք անում միասին, մենք խաղում ենք միասին, մենք գնում ենք զբոսնելու միասին։ Իսկ միֆա, լեգենդա մարդուց է գալի, երբ որ ինքը ասում է, ես չեմ հասցնում, ես ամբողջը իր վրա է, ես պետք է այս անեմ ու չեմ հասցնում ընտանիքի Դե դա նշանակում է ինքը չի կարող կառավարի իր սեփական ժամանակը, արդեն տեղից խնդրեմ ունի հենց մարդը։ Եթե դու չես կարող կառավարես քո ժամային ռեժիմը եւ կարողանաս առաջնահերթություններ եւ պրիորիտետներ ճիշտ դնես, իսկ երեխան ու ընտանիքը երբեք չի կարելի երկրորդային համարել։ Իմ մոտ դա տենց է։ Իմ մոտ առաջին իմ ընտանիքն է, երեխաս ու Վարդանանցը։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա մեր հյուրը Վարդանանց բժշկական կենտրոնի կառավարող տնօրեն, հրաշալի անձնավորություն, ինչքան հասցրեցինք ծանոթանալ այս ընթացքում, հələ որ բաներ չի արել, ինչ-որ կասյակներ չի արել, որ ասեմ, այդքան է հրաշալի չի։ Արևիկ Մխիթարյանը, Արև ջան, շատ շնորհակալություն։ Հուսանք կզարգանա, կմեծանաք, որովհետև ինչքան ինովացիոն, կոնկուրենտա ընդունակ ստրուկտուրաները շատանան մեր երկրում, այդքան ավելի կզարգանան նաև մյուս ճյուղերը, որովհետև դուք եկաք, մնացածն է կողքից հասկացան, որ չէ, սպասի, մենք այդտեղ պարտվում ենք, մենք է պետք է ավելի լավը դառնանք։ Ու հետո դուք եք տեսնում, որ ինչ-որ մեկ ավելի լավն է անում, ասում եք, վայ, էսի sense բան արած, եկեք մենք է գնանք առաջ։ Գործելակարգերի համար առանձին ռեսպեկտ, ներ հիվանդանոցային, այդ շատ մեծ եվրոպական կլինիկաներում չկա։ Հուսամ զրույցը հետաքրքիր էր իմ համար, որ շատ կոմենտներում գրեք։ Այսքան եմ, առողջ եղեք, չհիվանդանաք, գալու եմ ստուգեմ, առողջություն։ Մերսի շատ, որ հրավիրեցիք, շատ հաճելի զրույց էր։ Շատ։ Իսկ եթե դու երազում ես ունենաս քո YouTube պրոյեկտը ու մոնետիզացիա փոխումով աշխատես ու գնաս ուր ասեմ գնաս միտեղ հանգստանաս, ոնց որ մեր մոնտաժնիկ Հովոն ամեն շաբաթ միտեղ գնում հանգստանալու, արի Spin Ideas Agency։ Пока։